Եկեք պարզենք, էլի, ովքեր են հոկտեմբերի 27 շահառուները, որ այս թեման էլ փակենք, էլի չգաք հաջորդ անգամ տենց խրոխտ ու խորհրդավոր հայացքով նայեք մեր կողմ, ասեք ովքեր են շահառուները։ Հոկտեմբերի 27-ին համազգային ողբերգությանը, պետության այո գլխատմանը, այդ խաղի իրավիճակում, երբ որ ստեղ դեռ պատանդներ կային, մի խումբ մարդիկ այդ ժամանակվա երկրի ղեկավարին ներկայացնում են այս ցանկը, մեր հայրենակիցներից ով որ չգիտի։ Այս ցանկը ասում են, այս մարդկանց պիտի պաշտոն տակ, թե չէ բան կանենք, երկրում խառնաշփոթ կառաջանա։ Ցանկից 5 անուն 2-ին պաշտոն եք տվել, մեկն էլ Անդրանիկ Քոչարյանը դիմացս նստած։ Հիմա ես եմ հոկտեմբերի 27-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը։ Հայրենակիցներին, բոլորին, ում հոկտեմբերի 27-ը հետաքրքրում է, խնդրում եմ, թող գնան համացանցում, բարեբախտաբար լուսավորյալ դարա չեք կարող թաքցնել, որոնեն Վազգեն Սարգսյանի եղբոր 2020 թվականին տված հետևյալ վերտարությամբ հարցազրույցը։ Այն արտաքին ուժերը, ովքեր կազմակերպեցին հոկտեմբերի 27-ը, կանգնած են այսօրվա իշխանության թիկունքին։ Ես չեմ ասել, Վազգեն Սարգսյանի եղբայրն է 2020 թվականի դեկտեմբեր։ Բառացիորեն մարդը ասում է, հոկտեմբերի 27-ը կազմակերպվել էր նրա համար, ինչ որ 20 տարի հետո արեցին, բայց մինչև վերջ իրենց ծրագրի նպատակին չեն հասել։